Պարոն Ստեփանյան, Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներում է, Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումն է տեղի ունեցել, հանդիպումից հետո արդեն գիտեք հրապարակվել է տեքստ թրիփի հետ կապված, Միրզոյանը նաև ասուլիսով է հանդես եկել, ներկայացրել է թրիփի կարևորությունը, ըստ էության ձեր դիտարկումները, որոնք են տեքստին ծանոթանալով եւ ինչ եզրակացություններ կարելի անել արդյոք, կարող ենք, այսպես ասած, արձանագրել, որ թրիփը մտնում է արդեն նոր փուլ, արդեն գործնական փուլ։ Նույն որ թրիփը մտնում է գործնական փուլ, դա անկասկած է, հաշվի առնելով նաև սպասվելիք այցը Հայաստան, J.D. Vance-ի ԱՄՆ փոխնախագահի, երբ որ այսպես ասած թրիփը կմտնի ավելի գործնական փուլ, ինչն է առաջին հայացքից աչքի առնում, դա 74-26 հարաբերակցությունն է։ 74% ամերիկյան մասնաբաժին է թրիփում եւ 26-ը հայկական։ Ինչ խոսք մենք կարող ենք ունենալ շատ ավելի մեծ ակնկալիքներ, որովհետև մոտավորապես 2/3 այստեղ ստացվում է, որ ամերիկյան կողմինը մենք ընդհանրապես 3/4 ընդհանրապես 25%, 26% մասնակցություն, բայց պետք է հասկանանք ինչի հետ ենք մենք սա համեմատում։ Ամեն ինչ համեմատության մեջ է։ Նախ, եթե մենք համեմատում ենք այս թրիփը 74-26-ը 0-100-ի հետ, իսկ նոյեմբերի 9-ը դա հենց 0-100 էր, 100-ը Ռուսաստան, 0-ն Հայաստան, որտեղ չկար ինքնիշխանության նշույլ եւ որտեղ կային շատ լուրջ ռիսկեր, մարտահրավերներ եւ վտանգներ, որ այդ 100-ը ժամանակի ընթացքում կարող է դառնալ 50-50 Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Եթե մենք համեմատում ենք դա այս հեռանկարի հետ, մենք կարող ենք համարել սա ձեռքբերում։ Եվ եւս մեկ հանգամանք, սա անվտանգային մասով, զուտ բիզնես միջավայրի մասով։ Շատ կարևոր է հասկանալ, որ որքանով ես հասկանում եմ ծանոթանալով տեքստին, հիմնական ներդրողը լինելու են ամերիկյան ընկերությունները։ Եվ եթե սա բիզնես պրոյեկտ է եւ ներդրումը հիմնականում գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, միգուցե նաեւ Եվրամիությունից, սա երևի թե նորմալ համադրություն է, որովհետեւ մենք կարող ենք այս պահին ֆիքսել, որ ինչ խոսք միայնակ Հայաստանի Հանրապետությունը այսպիսի նախագիծ իրականացնել չի կարող։ Սա իրականություն է։ Լավ թե վատ, բայց սա է, ունենք ինչ ունենք։ Այս առումով ես կարծում եմ, որ այս պահին սա անայլընտրանք գործընթաց է, որը տանում է մեզ առաջ դեպի ավելի լավ ապագա, եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու եւ կգա մի օր, երբ որ մենք 49 տարի հետո, ինչպես նշված է այս փաստաթղթում, հնարավորություն կունենանք այդ 49%-ը վերցնել, պահպանելով 51 ամերիկյան կողմի մասնաբաժինը, որովհետև այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կլինի շատ ավելի կայացած, շատ ավելի ինստիտուցիոնալ առումով եւ ամենակարևորը տնտեսապես զարգացած պետություն, որը արդեն որևէ խնդիր այստեղ չի կարող լինել։ Պարոն Ստեփանյան, թրիփը միայն տնտեսական կոմպոնենտով կարելի է դիտարկել, թե դա նաև քաղաքական, աշխարհաքաղաքական, այսպես ասեմ, պրոյեկտ է եւ նաև այդպես պետք է ընկալել թրիփը։ Ես բազմիցս եմ խոսել այդ թեմայով, առաջին հերթին թրիփը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագիծ է, որը ուղղված է Չինաստանի, այս հերթականությամբ Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Այսօրվա իրողություններում Հայաստանի Հանրապետությունը չուներ այլ ընտրանք, քան միանալ այդ նախագծին, որովհետև այստեղ կա եւ անվտանգային կոմպոնենտ, եւ 23-ից հետո մենք տեսնում ենք, որ ուրախություն մեզ, Փառք Աստծո, մենք չունենք կորուստներ, եւ մարդկային, եւ տարածքային, եւ սա այդ թվում նաեւ թրիփի իրականացման արդյունքն է, որովհետև այդ պահից սկսված բանակցությունները սկսել են ընթանալ, եղել են փոփոխություններ, այնպես որ թրիփը առաջին հերթին դա աշխարհաքաղաքականությունը, աշխարհատնտեսությունը, հետո մեզ համար դա անվտանգություն է, եւ երրորդը դա մեզ համար ամենակարևորը տվյալ դեպքում արդեն այս փուլում, երբ որ անվտանգային խնդիրներ չկան, դա տնտեսական հեռանկարներն են, որովհետև Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, Հայաստանին անհրաժեշտ է ռեալ, այլ ոչ թե Ռուսաստանից զուգահեռ ներմուծման պայմանավորված տնտեսական աճ, եւ Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարեկեցիկ եւ հստակ ապագա։
Պարոն Ստեփանյան, քանի որ դուք եք ծանոթ այդ մանիպուլատիվ շատ շահարկումներին, հատկապես թրիփի հետ կապված, նախ սկզբում պնդում էին, որ դա էլ է միջանցքային տրամաբանություն, հետո խոսեցին, որ թրիփը, այսպես ասած, շահույթ կարող է բերել բոլոր պետություններին, բայց ոչ միայն Հայաստանին։ Մենք խոսենք Հայաստանի օգուտների մասին։ Արարատ Միրզոյանն էլ իր խոսքում անդրադառնալով ասաց, որ թրիփը 3 կարևոր, այսպես ասած, առանցք ունի, որ թրիփը նախ կապում է երրորդ երկրների հետ, ինչպես օրինակ Կենտրոնական Ասիային Եվրոպայի հետ, եվրոպական երկրների հետ, Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ նաեւ Հայաստանը երրորդ երկրների հետ։ Այսինքն այստեղից կարծես թե շահույթ ստանում են բոլոր երկրները, բայց ուզում եմ հատկապես կենտրոնանանք հայկական կողմի շահույթի վրա։ Ինչ է ստանում Հայաստանը թրիփով։ Տնտեսապես կոնկրետ Տնտեսապես թե նաեւ քաղաքական իմաստով։ Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր։ Մինչև այսօր մենք տարանցիկ երկիր չենք եղել։ Դա մեկ։ Հայաստանը դառնում է լուրջ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագծի մաս։ Այսօրվա իրողություններում տեսեք ինչ է կատարվել Սիրիայում, ինչ է կատարվել Լիբանանում, ինչ է կատարվել Վենեսուելայում, ինչ է կատարվում Իրանում։ Մեզ համար շատ կարևոր է դառնալ այդ փոփոխությունների մաս։ Փոփոխությունների մաս բառի լավ իմաստով։ Ես ուզում եմ մենք փորձենք պատկերացնել շատ նեգատիվ սցենար եմ ասում, ինչ էր լինելու Հայաստանի հետ, եթե մենք թրիփի մաս չդառնայինք այս պահին։ Ինչ էր լինելու։ Այդ երբ որ մենք փրկիչներ ենք ման գալիս, հա, ում ենք գնալու, ում դուրն ենք գնալու, ծեծենք եւ ումից ենք փրկություն հայցելու, ումից ենք փրկություն աղերսելու։ Հիմա մենք դրա կարիքը չունենք։ Մենք աշխարհաքաղաքական լուրջ նախագծի մաս ենք, մենք աշխարհաքաղաքական գործընթացների մաս ենք, այն էլ ունենք լուրջ հարաբերություններ այս պահին աշխարհում հեգեմոն պետության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սա լավ է թե վատ է։ Կարծում եմ լավ է։ Մենք ունենք անելը դրանք։ Հիմա շատերը ասում են քննադատները, մենք առնվազն 18-ից հետո պետք է կառուցենք կայացած, ինստիտուցիոնալ, զարգացած, տնտեսապես ուժեղ բանակ ունեցող պետություն եւ հասարակություն։ Այո, պիտի կառուցեինք, բայց չեն կառուցել։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Կարելի է մի քանի ժամ թվարկել պատճառները։ Հիմա ունենք ինչ ունենք։ Մեր ընտրությունը սա է եղել, մենք կատարել ենք այդ ընտրությունը եւ հիմա մենք դառնում ենք տարանցիկ երկիր։ Մենք ունենք լուրջ տնտեսական զարգացման հեռանկարներ եւ նախադրյալներ, այդ թվում նաեւ IT ոլորտում Fiber-Deep պրոյեկտի մասին եմ ես խոսում։ Տարանցիկությունը նշեցի, Հայաստանը ստանում է հնարավորություն, զարգացման հնարավորություն, ոչ միայն ներսից, այլ դրսից, ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների նման բավականին կայացած եւ զարգացած գործընկեր։ Եթե սրանից ավել կոչվոր մեկը կարող է ասել, ես չգիտեմ, ես ուղղակի կզարմանամ։ Պարոն Ստեփանյան, այնուամենայնիվ գիտեք նաև քիչ չեն կողմերը, որոնք կամ մտահոգություն են հայտնել այսպես թրիփի հետ կապված, օրինակ վերջերս Իրանից լսեցինք Վելայեթի շուրթերով նման մտահոգություն, Ռուսաստանի կողմից էլ եղել են նման հայտարարություններ, որ իրենք պիտի պարտադիր թրիփի մասնակցություն ունենան, թրիփը անցնում է այն հատվածով, որտեղ ռուս սահմանապահներն են հսկում եւ այսպես շարունակ։ Եվ նաև այս ամեն ինչի ֆոնին լսում ենք այսպես, որ Հայաստանը Սոլովյովի շուրթերով իհարկե Հայաստանը շարունակում է մնալ իրենց ազդեցության հետաքրքրության գոտին եւ պետք է հատուկ գործողության գնալ, ինչպես Ուկրաինայում, որպեսզի Հայաստանը իրենց տիրույթից, այսպես ասեմ, շառավղից դուրս չգա։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները եւ արդյոք սրանք պարզապես հայտարարություններ են, թե նաեւ անոնս որոշակի գործողության պլանի, գործողությունների, թե սրանք պարզապես, այսպես ասած, ջղաձգումներ են ռուսական կողմից։ Դա այդ հայտարարությունները զարմանք չեն առաջացնում, ես արդեն նշեցի, թրիփը ուղղված է Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Ուղղված է այն առումով, որ նա նպաստում է նրանց հետագա մեկուսացմանը, աշխարհաքաղաքական, աշխարհագրական, տնտեսական։ Այնպես որ այդ ջղաձգումների պատճառը հասկանալի է։ Այլ հարց է, թե Սոլովյովները եւ նրանց ետևում կանգնածները արդյոք ինչ կարող են անել կամ չեն կարող անել։ Նրանք չեն կարող այս պահին մտնել հակամարտության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում։ Սա անհնար է։ Այսպիսի հնարավորություն նրանք չունեն։ Եթե ունենային, կմտնեին։ Դա ինչ վերաբերվում է հեռանկարներին։ Երկրորդը, ինձ ավելի շատ է զարմացնում ոչ թե Ռուսաստանից կամ Թեհրանից եկող հայտարարությունները, ինձ ավելի շատ է զարմացնում Հայաստանի ներսից հնչող հայտարարությունները, երբ որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, փորձագետներ, որոնք համարում են, որ թրիփը ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում։ Դեպի Հայաստանի կործանում տանում են մեկ ճանապարհ, դա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր։ Փառք Աստծո, այդ ճանապարհը այլևս չկա, ավարտվել է մեզ համար
Ճիշտ է ավարտվել Արցախի կորստով, մեր հայրենիքի մի մասի կորստով, բայց ամենայն դեպս այդ կորստյալ հեռանկարները մեզ համար ավարտած են։ Թեպետ զարգացման ճանապարհ է։ Այո, ինչպես եւ ցանկացած հարաբերություններում այստեղ կան ռիսկեր։ Այո, 5 տարի հետո, 10 տարի հետո կարող է իրավիճակ փոխվել։ Կարող է Ամերիկան ունենա շատ ավելի ուժեղ դաշնակցային հարաբերություններ Թուրքիայի հետ։ Այո, Ամերիկան կարող է իր արժեթղթերի մի մասը վաճառել Թուրքիային։ Օրինակ, կարող է չվաճառել։ Հիմա մենք ինչ անենք, նստենք այդ մասին մտածենք։ Այս պահին մենք ունենք սա։ Մենք չունենք այլ ընտրանք։ Պետք է գնանք այս ճանապարհով։ Ռիսկերը միշտ կան եւ լինելու են։ Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե մի քանի տարի հետո ինչ է լինի, բայց այս պահին իրավիճակը սա է, այս իրավիճակը թելադրում է այս ճանապարհը։ Այս ճանապարհը, որ այլ ընտրանք չունի։ Ես այսպես եմ հասկանում այս իրավիճակը։ Եվ քանի որ նախընտրական շրջան է, պարոն Ստեփանյան, վերադառնալով կրկին այսպես ռուս պրոպագանդիստի խոսույթին, ինչ սպասել, այսինքն էլի սրանք պարզապես խոսույթ են, Ռուսաստանի կողմից ճղաձգումներ են, թե նախընտրական շրջանում ընտրական տարի է, սպասել նաև որոշակի գործողությունների, որովհետև Ռուսաստանը բնականաբար հեշտ չի հաշտվելու եւ նաև հեշտ չի հանձնվելու, ինչպես իրենք են ասում, իրենց ազդեցության գոտի են համարում դեռևս Հայաստանի Հանրապետությունը, հեշտ չեն կերվելու դրա հետ, որ Միացյալ Նահանգներն է գալիս, թրիփն է գալիս, հիմա ինչպես պիտի նաև Ռուսաստանի ախորժակը զսպել։ Ռուսաստանը այս պահին ունի հարձակման համար մեկ թիրախ Հայաստանում, դա Հայաստանի ընտրողն է, այսինքն հարձակումը կենտրոնանալու է ընտրությունների ժամանակ, ինչի է Սալովեյովը վախեցնում մեզ հատուկ ռազմական գործողության։ Ժողովուրդը վախենա, մտածի, որ եթե իրենք կընտրեն գործող իշխանությունը կամ որևէ արևմտամետ ուժի, վաղը Ռուսաստանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, գրավել եւ այլն, հետեւաբար պետք է ընտրել ռուսական ուժերին, որ Ռուսաստանը չհարձակվի։ Եվ չհարձակվի, բայց Հայաստանը շատ խաղաղ հանգիստ ճանապարհով, այնպես ինչպես Արցախը մասնատի եւ վաճառի նույն թուրքերին, օրինակ, կամ ադրբեջանցիներին։ Սա որպես տարբերակ։ Հիմա իրենք շարունակում են գործել իրենց ամենասիրած նախընտրած ոճով, փորձելով սերմանել վախի մթնոլորտ։ Ռուսաստանը միշտ վախի մթնոլորտով է աշխատում, վախ է գեներացնում։ Վախ է գեներացնում հիմա արդեն ընտրողների շրջանում, հույս ունենալով, որ այդպիսի վախերով առաջնորդելով ընտրողները կգտնեն եւ կկատարեն սխալ ընտրություն։ Ես միշտ ասում եմ դա, վախը շատ վատ խորհրդատու է։ Երբ որ դու գործողությունների ես գնում, քայլերի ես գնում, հիմնավորվելով վախերով, որոնց մեծ մասը ոչ թե սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ են, այլ սուբյեկտիվ, այսինքն մտածածին, դու կանգնում ես հիմնականում սխալ որոշման առջև։ Հետևաբար հետագայում հանդիպում ես այդ հետևանքներին, այդ սխալ որոշման։ Իրենց ուզածը դա է՝ վախացնել, ահաբեկել, ստիպել մարդկանց գնալ եւ կատարել սխալ ընտրություն։ Իրենց ամբողջ խաղադրույքը այս պահին դրած ընտրությունների վրա։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ Ռուսաստանը այսօր կարող է իրոք Հայաստանի վրա հարձակվել։ Իրենք այդ ռեսուրսը չունեն, իրենք այդ հնարավորությունը չունեն եւ դա արդեն կնշանակի ԱՄՆ-ի հետ բոլոր կամուրջները այրել։ Եվ դիտկոսային ընդդիմությունը, պարոն Ստեփանյան, որ վերջին շրջանում հատկապես շատ այսպես սուր սկսել է քննադատել արևմուտքին, այսպես թիրախավորել է ինչ-որ իմաստով արևմուտքին, անգամ գիտեք, ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով քննադատում է արևմուտքից Եվրամիությունից այն աջակցությունը, որ Եվրամիությունը պատրաստվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ Հայաստանին օգնել նախընտրական շրջանում։ Հիմա դիտկոսային ընդդիմությունը կամ խորհրդարանական ընդդիմությունը ասում է, որ դա իրենց դեմ է ուղղված, այս կերպ իշխանությունները փորձելու են ճնշել ընդդիմությանը Հայաստանում եւ այսպես շարունակ։ Հիմա ինչպես հասկանալ այդ ամեն ինչը նաեւ այդ ուժերին զսպելը, գիտեք, քիչ չեն խոսակցությունները գնալ Մոլդովայի ճանապարհով եւ կամ այլ ճանապարհով, գիտեք, այդ ճանապարհին Մոլդովայի շատ ուժեր, շատ անհատներ, որոնք աֆիլացվում էին ռուսական փողերի, Ռուսաստանի հետ, ընտրապայքարից դուրս մնացին, հիմա ասում են սա հակասում է ժողովրդավարության, այսինքն հիմա ինչպես պիտի լինի, որ եւ ժողովրդավարությունը չտուժի եւ նաեւ Հայաստանը կարողանա այդ հիբրիդային սպառնալիքների դեմ ճիշտ եւ թիրախային, այսպես ասած, պատերազմ տանի կամ պայքարի, այսպես ասեմ, ավելի ճիշտ բառ ընտրեմ։ Որքանով ես հասկանում եմ, երբ որ փորձում եմ վերլուծել իշխանության մոտեցումները այս հարցին, մասնակցությունը չի արգելվելու ընտրություններին այդ ուժերի, նրանք մասնակցելու են։ Ամբողջ խաղադրույքը տվյալ դեպքում իշխանությունը դնում է հասարակության, էլեկտորատի ողջամտության վրա, որ մարդիկ կհասկանան, ինչ է իրականում նույն թրիպը, մարդիկ կհասկանան, որ Հայաստանը զարգացման ճանապարհի վրա է կանգնում,
դա երկարատև գործընթաց է, բայց սկիզբը դրված է, եւ մարդիկ կհասկանան, որ գնալ այս պահին ձայն տալ ռուսամետ ուժերին, դա նշանակում է այդ զարգացումը ոչ թե դնել հարվածի տակ, այլ զրոյացնել, զարգացման հեռանկարներ եւ տանել Հայաստանի Հանրապետությունը եւ մեր հասարակությունը այն նույն ճահճի մեջ, ռուսական ճահճի մեջ, որից մենք հիմա փորձում ենք դուրս գալ։ Այսինքն խաղադրույքը, որքանով ես հասկանում եմ, իշխանությունը դնում է մարդկանց ողջամտության, ողջախոհության վրա եւ ռուսամետ ուժերի մասնակցությունը չի արգելվելու։ Հետևաբար, եթե չկա այդպիսի վտանգ, ես չեմ հասկանում, ինչի է այդպիսի աղմուկ բարձրացվում իրենց պատկանող ԶԼՄ-ներում։ Իսկ հիբրիդային պատերազմը գնում է, սա միանշանակ է, սա փաստ է եւ Սոլովյովի հայտարարությունը այդ հիբրիդային պատերազմի ամենավառ ապացույցն է, ինչ է նշանակում ԵԱՏՄ հապկի անդամ բարեկամական թղթով ռազմավարական դաշնակից պետությանը փորձել ահաբեկել ռազմական ներխոժումով։ Սա աբսուրդ է եւ սա շատ լավ տեղավորվում է հիբրիդային պատերազմի սահմաններում, որը այո, մղվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Իդեպ ամփոփելով պարոն Ստեփանյան, շատ հետաքրքիր է, որ նույն տիտղոսային ընդդիմությունը այսպես նույն նժարի վրա դրեց Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին իշխանությանը մեղադրելով, որ նույն եռանդով օրինակ չեք պատասխանում Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող սպառնալիքներին, բայց Սոլովյովին սարքել եք եսիմ ինչ եւ ռուսաֆոբիա եք տարածում։ Ես համամիտ եմ ընդդիմության հետ, այո, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան գտնվում են Հայաստանի Հանրապետության համար նույն հարթության մեջ։ Իրենք շատ ճիշտ են ասում։ Նույն հարթության մեջ եւ որպես վտանգների աղբյուր այս պահին նույնիսկ Ռուսաստանը գերազանցում է Ադրբեջանին եւ Թուրքիային, որովհետեւ Ադրբեջանից եւ Թուրքիան այս պահին վտանգներ չեն գալիս, չեն գեներացվում, գոնե տեսանելի, իսկ Ռուսաստանից գեներացվում են։ Նրանք շատ ես համաձայն եմ նրանց հետ։